Այո, եղել է ժամանակ, երբ ուղղակի այսպես հիասթափված, ինչ-որ բանից կոտրված ասել եմ, թողնելու եմ քաղաքականությունը, այլևս ոչ մի քաղաքական process-ով չեմ հետաքրքրվելու, չեմ զբաղվելու, ուղղակի դուրս եմ գալու մարդկային կյանքով եմ ապրելու, բայց դա ուղղակի պահի ազդեցությամբ, էմոցիաների ազդեցությամբ ասված արտահայտություն է եղել, բայց չեմ կարողացել ոչ մի կերպ չեմ կարողացել գնալ այդ որոշմանը, որովհետև հասկացել եմ, որ Ամենայն դեպս գոնե իմ խղճի առաջ մաքուր լինելու համար պետք է ես process-ների անմիջական մասնակից լինեմ։ Ինչ է բանում քաղաքականության մեջ ձեզ։ Այն, որ ես կարողանում եմ քաղաքական process-ներից հասկանալ, դա մեկ, երկրորդ հասկանում եմ, որ դեռ անելիք ունեմ իմ քաղաքական ուժի շարքերում։ Բացի այդ, մեր կողմից ստեղծված պետականության հանդեպ այդ պարտքի զգացումը, ներքին պարտքի զգացումը, սերնդեսերունդ շարունակվող, ի վերջո մեր ավագ սերունդները կարողացան հիմնադրել այդ պետականությունը։ Ես հիշում եմ, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը այլևս հայկական չէր, այդ չարաբաստիկ օրը, ես իմ պապիկի հետ հեռախոսազանգ ունեցա։ Ես կյանքում առաջին անգամ իրեն տեսա արտասվելիս, լսեցի իր ձայնը արտասվելիս, ու ինքը այսպեսի մի արտահայտություն արեց, մեր կյանքի ամբողջ արած դրածը ջուրը լցվեց, քանի կոպեկ արժեր մեր ապրածը, ու այսպեսի արտահայտություն ինքը արեց, որը ինձ վրա շատ խորը ազդեցություն թողեց հոգեբանական իրականում։ Դրանից հետո իհարկե եղել է պահ, որ ուզել եմ ոչ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, բայց պապիկի խոսքերը ուղղակի չեն թողել այդ քայլին գնալ։